Բարև ձեզ, Շանթի եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշար, իսկ մենք խոսելու ենք կրթական խնդիրներից եւ բուհական կրթությունից։ Տեսանկյան հյուրն է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Բուհական ընտրությունների երկրորդ փուլն է մոտենում եւ այս ընթացքն է, երբ դիմորդների հայտագրում է գնում։ Ամեն դեպքում դեռ մեկ շաբաթ էլ կա, բայց համեմատելու համար նույն ժամանակահատվածի հետ նախորդ եւ հիմա որոշակի պատկեր կա, քանի դիմորդ ունեք հայտագրված։ Այս պահին ամեն օր կարելի ասել ուղիղ իրական ժամանակում հետևում ենք այդ տվյալներին, որովհետեւ դիմորդ կայքը բաց է, այնտեղ ցանկացած մուտքագրում անմիջապես հետևում ենք եւ համեմատում ենք անցյալ տարվա տվյալների հետ այս պահի դրությամբ այսօրվա վիճակով։ Անցյալ տարի մայիսի 2-ին ունեցել ենք 139 դիմորդ, այս պահին ունենք 175-ը, այսինքն մոտ 25%-ով այս պահին, որովհետև հետագա դինամիկան սովորաբար ընթացքը ցույց է տալիս, որ վերջին օրերին ավելի մեծ ակտիվություն է նկատվում մեր դիմորդների մոտ։ Հուսանք, որ այս տենդենսը կպահպանվի եւ կունենանք ավելի շատ դիմորդներ, ասեմ, որ նախանցյալ տարվա համեմատ անցյալ տարել ենք ունեցել ավելի մեծ թվով դիմորդներ, մոտ 12%-ով, բայց այս տարվա դինամիկան ոնց որ ավելի լավ է։ Այս պահի դրությամբ։ Տենդենսը ինչով է պայմանավորված այս դեպքում, երբ որոշակի մասնագիտությունների գծով վերջին տարիներին շարունակ Շիրակի պետական համալսարանը խնդիր ունի։ Բաժինները բացվում են, բայց դիմորդներ չլինելու պատճառով փակվում, այսպես ասած, ժամանակավորապես դադար։ Անկեղծ ասած, այդ խնդիրները ոչ միայն Շիրակի պետական համալսարանն են, այդ կարծես թե ամբողջ հանրապետությունով մեկ այդ խնդիրներն ունենք, որոշ մասնագիտությունների գծով, ասածս տվյալների բարակայում մենք 20 անցյալ տարի հայտարարել էին 20 կրթական ծրագրեր, մասնագիտությունները այս տարի երկուսը պակաս են, զուտ պայմանավորված է դիմորդներ չլինելով, որոնցից մեկը լրագրությունն է, չենք հայտարարել եւ մյուսը տեղագործական քիմիան, վերջ 2 տարիներին հայտարարման պայմանագրում մենք ունեցել ենք 0 տունվողներ, ունեցել ենք դիմորդներ, բայց ցավոք սրտի նույնիսկ այն ջանքերի պարագայում էր բուհում, մասնագիտական ամբիոնները նաև ցանկացողների համար դասընթացներ են կազմակերպել, բայց ցավոք սրտի չեն հաղթահարել անցողիկ շեմը, այսօր այդ երկու մասնագիտությունները չունենք, իսկ այն մնացածների մասով պիտի ասեմ, որ բավականին դինամիկա կա, հատկապես կուզենայի բնագիտամաթեմատիկական ուղղություններով նշել պետական քաղաքականությունը իր արդյունքները տալիս է, պտուղները տալիս է եւ մագիստրատուրայի մասով եւ բակալավրատի ես ուրախությամբ պիտի նշեմ, որ այս տարի երկու ինձ համար շատ կարեւոր բաժիններում ակտիվություն կա, մենք խնդիր ունենք հայոց լեզվի եւ գրականության մասով, ցավում եմ, բայց իսկապես ունենք եւ այս պահին 7 տեղի համար արդեն 8 դիմորդ ունենք, ինչը իսկապես լավ ցուցանիշ է, հուսամ, որ այն ավելի է եւ եթե նման տենդենսը կշարունակվի, ես վստահ եմ, որ մենք ավելի շատ տեղեր կունենանք հաջորդ տարի, այնպես որ դինամիկան խոսուն է, կան, օգուտ է տալիս այդ քաղաքականությունը, հուսամ, որ դիմորդների հայտարարման ավարտին մենք կունենանք շատ ավելի լավ ու հուսադրող պատկեր։ Շիրակի պետական համալսարանի կարգավիճակ, բայց ամեն դեպքում այդպես նստած է մեր մոտ մանկավարժական բուհերն է։ Շիրակի պետական համալսարանի տալիս է շրջանավարտ, որոնց մեծ մասը մեր ուսուցիչներն են։ Դուք, այսպես ասեմ, ունեք դիտարկում, վիճակագրություն ավարտողներից քանիսն է մտնում դպրոց։ Այսօր մենք ունենք մասնագիտություններ, որոնցով իսկապես շրջանավարտներ, մասնագետներ ենք ման գալիս դպրոց տանելու համար, ցավոք սրտի այդ տենդենսը կա։ Պատկերացրեք։ Կնշեք դրանք որոնք են։ Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն։ Բնականաբար քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա։ Բայց ոնց որ թե այս մասնագիտություններով դիմորդների թվի աճը, նորից եմ ասում նաև մագիստրատուրայում աշխարհագրություն բերելու է այդ բացը ծածկելուն։ Այսօրվա ուսուցչի աշխատավարձը
բավականին գրավիչ է, պիտի անկեղծ ասեմ, եւ իսկապես գրագետ մասնագետը կարող է դպրոցում բավականին վաստակել ու աշխատել։ Վիճակագրությունը չեմ կարող հստակ թիվ ասել, բայց ինձ թվում է, որ հատկապես ավարտելու առաջի տարին, այսօր ես նայում եմ մեր մեծ մասը, եթե չասեմ, բավականին զգալի մոտավորապես 30-40% գնում է դպրոց։ Գնում է աշխատելու, որտեղ իսկապես այսօր դպրոցում աշխատելը բավականին ինքը ծանր աշխատանք է, բնականաբար ծանր է, աշխատատար։ Ինչով է ծանր, ինչից են բողոքում ուսուցիչները, բնականաբար ձեր եւ հանրակրթության հետ կապը պիտի որ սերտ լինի, առավել եւս գիտեմ, որ մասնագիտական ուղղվածության առումով Շիրակի պետական համալսարանը կրթօջախներում անցկացնում է հանդիպումներ։ Ինչով է դժվար ուսուցչի մասնագիտությունը։ Գիտեք, ես ինքս դասավանդել եմ դպրոցում, դասավանդել եմ համալսարանում, իսկապես կա տարբերություն։ Ամեն վարքյան այնտեղ դու անմիջական կապի մեջ ես, չնայած ուսանողել ես անմիջական կապի մեջ, բայց կարաս դասախոսությունը կարտաս, մի փոքր եթե հատկապես լսարանի պասիվություն կա, այնտեղ աշակերտը ամեն վարքյան, դու անմիջական կապի մեջ ես ամեն օր, ամեն ժամ, ամեն վարքյան, նորից եմ կրկնում, եւ այդտեղ շատ ավելի մեծ էներգիա է պահանջում։ Հետո դու գործ ունես մարդկանց հետ, որոնք նոր ձևավորվում են։ Շատ զգուշ է պետք լինել այդտեղ։ Յուրաքանչյուրը նրանցից յուրաքանչյուրը մեկ անհատականություն է։ Այսօր հետո եկեք չմոռանանք ավագ դպրոցում արդեն չափահաս մարդիկ են ավարտում դպրոցը 18 տարեկան մարդիկ, որոնք ինքնահաստատման ճանապարհին են, մարդիկ, որոնք ձևավորման ավարտման փուլում են, եւ այդ տեսակետից ուսուցչի դերը շատ մեծ է, հետեւաբար շատ ահռելի մեծ է նաեւ պատասխանատվությունը։ Երևի այդ հոգեբանական տեսանկյունից ինձ թվում է ուսուցչին ավելի դժվար է։ Զուտ այդ տեսակետից, բայց նաեւ է շատ պատվավոր է։ Վերջի վերջո, երբ դու ձևավորվող մարդու կյանքում որոշակի դեր ես խաղում, այդ նախ մարդու համար ամբողջ կյանքում է մնում, այդ հիշողությունը, ձևավորող ուսուցիչը եւ պատասխանատվություն ու պատվաբերություն այդ երկուսն էլ կա։ Նշեցիք, որ բավականին լավ են վաստակում, բայց գիտեք ինչպիսի ճանապարհներ եւ ինչպիսի էսպիսի ինստանցիաների խնդիր է լինում հաղթարելու, որպեսզի ուսուցիչը բարձր աշխատավարձ ստանա։ Խոսքը պարտադիր եւ կամավոր ատեստավորումների մասին է։ Ես չասացի լավ են վաստակում, ասացի լավ վաստակելու հնարավորություն կա, որովհետեւ ոչ բոլորն են, բայց իսկապես այսօր կա այդ հնարավորությունը, փառք Աստծո, այդ հնարավորությունը կա։ Այն ժամանակ երբ ես դպրոցում դասավանդել եմ, անկեղծորեն պիտի ասեմ, այդ հնարավորությունը չի եղել։ Այսօր պարզապես պետք է գնալ հաստատել առաջին հերթին, որ դու լավ մասնագետ ես, տիրապետում ես այն առարկային, որը դասավանդելու ես, դա պարտադիր ներողություն կամավոր ատեստավորման ժամանակ դրսևորած արդյունքն է, իսկ բացի կամավոր ատեստավորման արդյունքից նաև խոսք է գնում այնտեղ տարակարգ ունենալու մասին։ Դու կարող ես 4 տարակարգերից որևէ մեկը ստանալ, երբ այդ տարակարգերը ներմուծվեց, այնտեղ պարտադիր պայմաններ կար առաջինից երկրորդ անցնելու համար առնվազն 2 տարի պիտի անցնի, երկրորդից երրորդը 3 եւ այլն։ Հիմա այդ սահմանափակումը չկա, դու կարաս եթե ունես հոդվածներ, պարգևներ, կատարած աշխատանք գնահատված ես ծնողների, աշակերտների, գործընկերների կողմից, այդ բոլորը ներկայացնում ես, կարաս նույնիսկ 4-րդ տարակարգ ստանաս։ Այսինքն, տեսեք, առաջի հայացքից թվում է, թե մենք գնահատում ենք միայն, այո, մի բաղադրիչով աշխատավարձի ավելացման զուտ կամավոր ատեստավորման մասով երբ բազային աշխատավարձը բարձրանում է եւ համապատասխան նաեւ հավելավճար է գալիս կախված հավաքած միավորներից, դա մի մասն է, բայց մյուս կողմից եւս մեկ հնարավորություն կա այդ աշխատավարձն ավելի բարձրացնելու, երբ դու արդեն կոլեկտիվում որպես ուսուցիչ, դասարակ, որպես աշխարհահայացք ձևավորող մարդ, քո շրջապատում աշակերտների մոտ, ծնողների մոտ, գործընկերների մոտ, նաև այդ բոլորը, նաև ինչու՞ չէ, գիտական հոդվածներ եւ այլն այդ բոլորի արդյունքում նաև մյուս բաղադրիչն է գնահատվում։ Ցանկացած համակարգ, որն էլ կիրառենք խրախուսման համար, միշտ կգտնենք եւ դրական կողմեր եւ բացասական կողմեր, գործընթացը սկսվել է, շատ կարեւոր է, որ հնարավորություն էլ տվել մարդկանց։ Ընթացքում եթե կնկատվի թերություններ, միշտ այդ բոլորը կարելի է շտկել, շատ կարեւոր է, որ այդ հնարավորությունը ստեղծվել է։ Լավ մասնագետի պատասխանատվություն եւ պարտավորություն իհարկե ունի հենց մանկավարժական բուհը։ Իսկ ձեզ մոտ կա մասնագիտություններ, որոնք top 3-ում են կամ top 40-ում են, գուցե top 10-ում են։ Հա, ունենք մասնագիտություններ, որտեղ իսկապես շատ կա պահանջարկ, հիմի այս տարվա մասով ասեմ, կոնկրետ հիմի նայեք, մենք ունենք 29 տեղ սերվիսի մասով, այս պահին 28 դիմորդ ունենք։ Ունենք 11 տեղ հոգեբանությունը,
այս պահին ունենք 19 դիմորդ, անգլերեն լեզու գրականություն 23 դիմորդ ունենք այս պահին։ Իսկապես կան մասնագիտություններ, որոնք Բայց նախորդ տարիներին, որ անգլերեն մասնագիտություն էլ են, չէ՞, քիչ։ Անգլերենը պատկերացրեք միշտ ունեցել ենք դիմորդներ, այնտեղ թարգմանչական կորս կա նաև անգլերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն այդ մասնագիտությունները կան։ Ինձ ուրախացնում է, որ աշխուժություն են նկատվում օդար լեզուների մասով, որովհետև այս աշխարհը շատ բաց է, մարդիկ պիտի իսկապես լեզվի տիրապետ են, եւ այս տարի բացի հայոց լեզվից ու գրականությունից ակտիվություն կա նաև ռուսաց լեզու եւ գրականության մասով դիմորդների թվի աճ ունենք ուրախացնում է որ ունենք դիմորդների թվի աճ նաև տարական մանկավարժություն եւ մեթոդիկա դեռ մեր երազած թիվը չի բայց դինամիկան այս նկատում եմ ես գտնում եմ որ դա շատ կարեւոր է տարական դասարանում դասավանդողը հիմքն է դնում եւ իսկապես շատ կարեւոր է որ մենք այդտեղ ունենանք շատ լավ գրագետ մտածել սովորեցնող մտածողություն ձևավորող դասվարներ ունենք։ Տարական մանկավարժություն եւ մեթոդիկան նաեւ մագիստրատուրայում է։ Ենթադրում եմ, որ պիտի շատ դիմորդներ ունենաք, որովհետեւ որոշակի պահանջներ են այսօր դրված նաեւ ուսուցիչների տարական ու դասավանդող ուսուցիչների համար։ Իհարկե։ Կունենանք այնտեղ էլ տեսնենք դա Աստված ես գտնում եմ դա շատ կարևոր օղակ է դպրոցի համար, շատ կարևոր օղակ է եւ այդտեղ իսկապես տեսեք, այդտեղ նվազեց թիվը, երկրորդ քննությունը պարտադիր դրվեց, մաթեմատիկային հանձնում պարտադիր, միգուցե բուհերի համար թվում է թե առաջի հայացքից այդ լավ չի, ընդունվողների թիվը կրճատվել է, բայց հատկապես այս մասնագիտության մասում ես գտնում եմ, որ շատ ճիշտ է արվել, միգուցե այստեղ թվականակ կա նվազում կորուստ ունենք դիմորդների, բայց ինձ թվում է, որ որակի տեսանկյունից շահել ենք։ Որ մասնագիտությունների գծով դիմորդներ չեք ունենա, այսինքն նախորդ տարի նաև չեք ունեցել եւ դրանք փակվում են այդ բաժինները, թե կրթության համար որպես ռազմավարական դեռ մնում են, հայտագրվում են, այսպես ասեմ։ Դիմորդներ գործնականում ասել որ չենք ունեցել, չենք հայտարարել երբևէ այդպիսի մասնագիտություն, ունեցել ենք դիմորդներ, ընդունվող չենք ունեցել ցավոք սրտի, օրինակ տեղագործական քիմիայում վերջ 2 տարին դիմորդների արկայության պարագայում չեն հաղթահարել անցողիկ շեմը ցավոք սրտի մեր դիմորդները։ Լրագրությունում գործնականում 1 կամ չընդունվողներ ենք ունեցել։ Այդ համարվում է փակված բաժին, ինքը փակված բաժին չի համարվում։ Փակված բաժին, երբ մենք վերադարձնում ենք լիցենզիան, հրաժարվում ենք լիցենզիայից։ Այդ լիցենզիան ունենք բուհ իրավունք ունի այդ մասնագիտությամբ կրթությունը կազմակերպելու, կրթական ծրագիր իրականացնելու եւ եթե մենք իսկապես մենք միշտ հետազոտություններ ենք կատարում դպրոցներում, գիտենք մոտավորապես ինչ դիմորդներ կունենանք, որ մասնագիտությունների մասով եւ եթե իսկապես գիտենանք, որ այդտեղ պետք է դիմորդներ ունենանք, մենք կարող ենք հայտարարել, այդտեղ մենք խնդիր չենք։ Այսինքն հենց հիմա, երբ հայտադիմորդների փաստաթղթեր եք ընդունում, եթե լինի լրագրությունը կբացվի, այս պահին ոչ, չէ, այդ արվում է նախապես։ Ահա։ Այդ նախապես է արվում, տեղերը հաստատվել են, պետության կողմից հաստատվում է կառավարությունը հաստատում է տեղերը մեր հայդերի հիման վրա, մենք մեր հայդերը տալիս ենք վերջին 3-5 տարիների ընդունելության քննությունների արդյունքներով, դիմորդների թվով, ինչպես նաև մեր հետազոտությունների, մեր հարցումների մասով ավագ դպրոցներում հանրակրթական միջնակարգ դպրոցների շրջանավարների մասում արած հարցումները այդ հնարավորությունը մեզ տալիս են։ Այսինքն այդ հայտարարումը չի կատարում հենց այնպես բուհը ուզում է կամ չի ուզում։ Դա ունի լուրջ հետազոտահենք հիմնավորում։ Այսինքն չի հայտագրվել, որովհետև անցած տարի ունեցել եք 2 դիմորդ, հետո 2 ուսանող, այս տարի չունեք դիմորդ, թե ավելին մենք ունեցել ենք 6 դիմորդ, չենք ունեցել ուսանող։ Տեղագործական քիմիան 2 տարի նման իրավիճակ է։ Խոսքը ժուրնալիստիկայի Ժուրնալիստիկայի մասով ունեցել ենք 2 դիմորդ, ընդունվել է 1-ը։ Ինձ համար ցավոտ թեմա։ Բոլորիս համար է ցավոտ թեմա, ես իմիջայլոց սպասում եմ այդ հարցը ձեր համայնքի կողմից բնականաբար, ես այսօր նայել եմ Երևանի պետական համալսարանը այս պահին ունի 16 դիմորդ, 50 տեղի արկայության դեպքում, պետական մանկավարժական համալսարանում 1-ն է, Սլավոնականում դիմորդը 1-ն է այս պահին, այդպիսի պատկեր է։ Վերանայումներ մասնագիտությունների ցանկում ի սկզբանե եք անում, թե տեսնում եք ինչպիսի հայտագրման, ինչպիսի ընթացք է ունենում հետո նոր։ Հայտագրումը արվում է այն պահին, երբ մենք արդեն լիցենզիաներն ունենք։ Իհարկե վերանայում կատարվում է միշտ
կրթական ծրագրերի բարելավման տեսանկյունից, բարեփոխման տեսանկյունից, իսկ նոր մասնագիտությունների հայտարարում այդ հնարավորությունը պիտի ունենա ՊՈՒՀ-ը, մենք փառքասուն ենք հնարավորությունը, մենք անցել ենք հավատարմագրում 4 տարի ստացել ենք եւ ճիշտն ասած մենք մտածում ենք հիմի պետության կողմից կան, տեսեք բնագիտամաթեմատիկական ուղղություններով այսօր դպրոցում էսպիսի իրավիճակ կա, պատկերացրեք հանրակրթական դպրոցում անցնում են 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններում ֆիզիկա, եթե 3-ական դասարան ունի յուրաքանչյուրից, մաքսիմումը այդ արդեն 12 ժամ է։ 12 ժամով ուսուցիչ է, նույնիսկ այն ամենալավ որակավորման պարագայում մեր ասած չի կարող շատ բարձր աշխատավարձ ստանալ։ Եվ հիմի հնարավորություն կա, ասենք ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, կարելի է այդ զուգորդությունները փոփոխել նաև, եւ հիմի մենք մտածում ենք այդ ուղղությամբ մասնագիտական ամբիոններ ունեն հանձնարարություն նման կրթական ծրագրերի ուսումնական պլաններ մշակելու, դիմելու նախարարություն, որպեսզի համապատասխան լիցենզիաներ ստանանք եւ նման հայտարարում անենք այդ մասնագիտություններով, այսինքն գալիս է մարդը միանգամից ստանում է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչի որակավորում, ինչը նրան թույլ կտա եւ մաթեմատիկա դասավանդել դպրոցում եւ ֆիզիկա ասեն, եւ քիմիա եւ կենսաբանություն, այսինքն նման կրկնակի մասնագիտություններով փորձում ենք այդ ուղղությամբ նայել մեր ծրագրերը, կա այդ հանձնարարությունը, մասնագիտական ամբիոններն աշխատում են այդ ուղղությամբ։ Հավատարմագրումից խոսեցինք, հիշում եմ, որ նախորդ 2024 թվականի սա խնդիր է, որ ԲՈՒՀ-ը պիտի գնա վերահավատարմագրման եւ հիմա նշեցիք 4 տարով։ Այո։ Փորձագիտական խումբը ինչպես է գնահատել, ինչպիսի հեռանկարներ կան եւ սա ինչքանով է ապահովագրում մարզային բուհերը փակելու խնդիրը։ Խնդրից հեռու մնալու։ Նախ ասեմ, որ 4 տարով հավատարմագրում ԲՈՒՀ-ը ստացել էր նաև 16 թվականին, առաջին հավատարմագրման ժամանակ, երկրորդին բոլորս գիտենք ԲՈՒՀ-ը պայմանական 2 տարով էր ստացել, բոլորս գիտենք նաև ինչի միջով էին կանցել այդ ընթացքում, այդ եւս 7-3 էր եղել, այսինքն այնտեղ կա 10 չափորոշիչներ կան, չափանիշներ կան 10, եւ երկու անգամ էլ եւ 16 թվականին եւ 22 թվականին, երբ ԲՈՒՀ-ը հավատարմագրվել է, 7-ը եղել է դրական, 3-ը բացական։ Բայց այս հավատարմագրման արդյունքում ԲՈՒՀ-ը 10-ից 9 ունեցել է դրական արդյունք։ Դա մեր համալսարանի համար աննախադեպ արդյունք է, իսկ երբևէ նման արդյունք չի գրանցվել, դա նշանակում է 10 չափորոշիչներից 9 դրական, այդ փայլուն արդյունք է իսկապես, եւ ամբողջ խնդիրն է, որ այդ արդյունքը գրանցել է երևի ավելի հեշտ էր, քան մի պարտավորեցնող է, մենք պիտի շատ աշխատենք, որ կարողանանք այդ արդյունքը պահպանել։ Ինչ է տալիս ԲՈՒՀ-երը փակվել, չփակվելու մասին, այս խոսակցությունները շատ են գնում, ես միշտ ուզում եմ ասել, որ անկեղծորեն ասում եմ, ամենայն լրջությամբ եմ ասում, այս պահին մարզային ԲՈՒՀ-երի մասով որոշակի որոշում գոյություն չունի։ Իսկապես այդտեղ կա անորոշություն այն իմաստով, որ տարբեր տարբերակներ են քննարկվում։ Ես երևի Սա ակադեմիական քաղաքի հենց ակադեմիական քաղաքի հետ կապված ռազմավարության հետ կրթության զարգացման մոտարապես 1 ամիս առաջ մի քիչ կարող է ավել մեր համալսարանում էր ակադեմիական քաղաքի հիմնադրամի գործադիր տնօրենը իր աշխատակիցների հետ մենք մոտ 3 ժամուկես զրույց ենք ունեցել իրար հետ եւ այնտեղ եւս իմ գործընկերներն էին ինձ հետ կենտրոնի տնօրեններ, պրոռեկտորներ եւ արդյունքում իսկապես այնտեղ ֆիքսվել է, որ առայժմ որոնումներ են մարզային ԲՈՒՀ-երի մասով։ Ես ինքս այնտեղ առաջարկել եմ մեր զարգացման մոդելը, առայժմ ձեռնպա կմնամ բարձրաձայնելու, որովհետև այդ աշխատանքային քննարկում է, ավելին ասեմ, մեր հանդիսավոր նիստի օրը վարչապետը 90-ամյակը նշելու օրը Հայաստանի Հանրապետության վարչապետը նաև պատրաստակամություն հայտնեց, որ պատրաստ է 2-3 ժամ իշքան անհրաժեշտ է Գյումրիում հանդիպել պրոֆեսորատ դասախոսական կազմին եւ ուսանողությանը քննարկելու այդ հարցը, լսելու բոլորի կարծիքները եւ երևի նկատել եք նախընտրական ժամանակաշրջանում ես իսկապես պատահաբար հանդիպեցի վարչապետին եւ նորից նա հիշեցրեց, այո, վերահաստատեց, ինքը հիշեցրեց, որ պատրաստ է դրան, այդ քննարկումները գնում են։ Մենք պետք է իսկապես ապացուցենք, որ մենք անհրաժեշտ ենք, կանք, իսկ այդ կարելի անել միայն ամենօրյա մեր աշխատանքով, մեր տված արդյունքներով, մեր տված շրջանավարտների պահանջվածությամբ ու որակով։ 90-ամյա ԲՈՒՀ-ը, որպես մարզային ԲՈՒՀ, ինչքանով է մրցունակ։
Եվ գիտեք, հեշտ է հարցին պատասխանել, այս դժվար, բավականին մրցունակ է։ Եթե տեսեք, դուք խոսեցիք մեր հիմնական բրենդը, այսպես ասեմ, համարենք մանկավարժությունը, բավականին մրցունակ ենք։ Մենք ունենք ուսանողներ այլ մարզերից, Լոռու մարզից, Արաքածոտնից եւ այլն, հատկապես Ջավախքը չմոռանանք։ Ջավախքը չեմ մոռանում, նախնական զինվոր, Ջավախքը մի քիչ յուրահատկություններ ունի, եթե ժամանակ ունենանք կխոսեմ, մենք նախնական զինվորական պատրաստությամբ գծով միակն ենք հանրապետությունում, ուրիշ ոչ մի փուչ չունի հետ եւ հատկապես այս վերջին պայմանագրային ծառայության մասին օրենք ընդունելուց հետո շատ ունենք այլ մարզերից դիմորդներ, հատկապես հերակա, որովհետեւ հերակա պայմանագրային զինծառայողներին հնարավորություն է տրվում ծառայության ընթացքում նաեւ հերակա կրթություն ստանալու բավական մրցունակ ենք, բայց այդ ամենևին չի նշանակում, թե մենք կարող ենք հանգստանալ եւ անելիք չունենք։ Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ անհրաժեշտ է բարեփոխել, գնալ դեպի առաջ, նոր տեխնոլոգիաներ, նոր մտածողություն, դա շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում նաեւ պրոֆեսորոտ դասախոսական անձնակազմի սահուն սերնդափոխությունը, որը ցավոք սրտի այսօր ամբողջ հանրապետությունում է խնդիր։ Բայց ամեն դեպքում որոշակիորեն ավելի շատ բուհի ներքին խնդիրների, ներքին անհամաձայնությունների մասին խոսակցությունները քաղաքը փոքր է շատ շուտ է, այսպես ասեմ, տարածվում։ Օրինակ, գիտական խորհուրդը նոր ձևավորվեց, վերջո գիտական խորհրդի կազմում դոկտոր պրոֆեսորները քանիսն են եւ ովքեր ընդգրկվեցին։ Ես գիտեմ, որ սա վիճելի խնդիր էր, ընդհանուր շահարկման խնդիր էր։ Ես ցավում եմ, մեկ ես իսկապես կարդում եմ մամուլում այնպիսի բաներ, որոնք մարդիկ, որոնք ակադեմիական շրջանակներին մոդ են գիտեն, ինչպես է ձևավորվում գիտխորհուրդը, ինչպիսի պայմաններում, այդ պարզապես ծիծաղ է առաջացնում։ Եվ ներեցեք գործառույթը, ինչին է խառնում գիտական խորհուրդը։ Գիտական խորհուրդը կանոնադրությամբ, նախ ասեմ, որ Շիրակի պետական համալսարանը ունի կառավարման մարմիններ, բարձրագույն կառավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է եւ գործադիր տնօրենը ռեկտոր, գիտական խորհուրդ եւ ռեկտորատ։ Այսինքն բուհը կառավարվում է կոլեգիալ եւ միասնյա որոշումների հիմքով։ Գիտական խորհուրդը ըստ կանոնադրության հստակ ասում է ովքեր կարող են լինել ի պաշտոնը, ովքեր կարող են ընտրվել, քանիսը պիտի լինեն, քանի տոկոսն են ուսանողներ։ Գիտական խորհուրդը 5 տարի ժամկետով են դրվում եւ մեր գիտական խորհրդի ժամկետը լրացել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ Անցյալ տարվա 24 թվականի հոկտեմբերին ձևավորվել է գիտական խորհուրդը ըստ կանոնադրության կետարկետ։ Մենք ունենք 30 գիտխորհրդի անդամներ, որից 8-ը ուսանողներ են։ Եվ մնացած 22-ից 5-ը ունեն գիտությունների դոկտորի կամ պրոֆեսորի գիտական աստիճան կամ կոչում։ Մեր 10 դոկտորներից 5-ը այնտեղ են։ Ընդրվում են ամբիոնների կողմից, հաստատում են ֆակուլտետային խորհուրդներ, եւ ֆակուլտետային խորհուրդը իր ընդրած մասնագետներին ներկայացնում է ռեկտորին, ռեկտորը հրամանագրում է ուղղակի։ Հիմի ասել, որ այդ գիտխորհուրդը հadoop ինչ-որ բանի համար է ստեղծվում, չէ։ Այդ գիտխորհուրդը 5 տարի գործելու է։ Բնականաբար գիտխորհուրդում ի պաշտոնե մարդիկ են լինում, փոփոխվում են, ավարտում են ուսանողներ են քնում, կարող է գիտխորհրդի որևէ անդամ դուրս գա աշխատանքից, նրան պիտի նույն կարգով փոխարինվի մեկ այլ աշխատողով, այսինքն այդ գիտխորհուրդում իսկ ինչ մնում է։ Այսինքն կարևոր դոկտոր պրոֆեսոր անձին գիտական խորհրդի կազմում ընդգրկվել են, դուրս չմնացել։ Ես ասեմ, թե կարևորները ընտրվել են, եթե ունենք դոկտորներ, որոնք չեն ընտրվել կամ չեն ուզեցել ընտրվել, կամ ընտրովի եղել, ինքնանպատակ է եղել։ Ես այդ չեմ չէ, այնտեղ ավելի վատ բաների մեջ էին մեղադրում, ես կարդում եմ դրանք, ցավոք սրտի, տեսնում եմ, որ այնտեղ որտեղ կա ռացիոնալ հատիկ կարելի է ընդունել, բայց եթե կա միտք, որը, գիտեք ինչ, ես միշտ կոչ եմ արել այդ թոհուբոյի ժամանակ, թե գիտեք, մեր մոտ ոսոր թե կառուցվածքային փոփոխություններից հետո ավարտուն եղավ, մեր շատ էին խոսում, այդ մասին խոսել է նաև հավատարմագրման հանձնաժողովը, որ մեր մոտ ժամանակավոր պաշտոնակատարները շատ էին, ամբիոնի վարիչներ, դեկաններ եւ այլն, եւ մեր ավարտուն փուլը ամբիոնի վարիչների, դեկանների ընտրություններ։ Դուք պատկերացնում եք քաղաքի մեր վերջին ընտրությունների աժոտաժը, այստեղ 1 հոգի ենք ընտրում քաղաքապետ, այնտեղ մենք ընտրում ենք 10 ամբիոնի վարիչներ եւ 2 դեկաններ ընտրում, 12 հոգի բուհում
հավակնում են որոշակի 12 պաշտոնների են հավակնում, այնտեղ մոտավորապես 20 հոգի, ամբիոնն ենք որ 3 հոգի, ամբիոնն ենք 1 հոգի եւ այլն։ Հիմա այդ ընտրությունների ժամանակ բնականաբար պիտի լինեին խոսակցություններ, պիտի լինեին ինչ որ անհիմն նաեւ խոսակցություններ, բայց ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ այդ նորմալ գործնական process-ը իսկ հանել գիտխորհուրդ ընտրել ինչ-որ մեկի համար, ինչ-որ մեկին նշանակել, ինչ-որ մեկին թողնել, կներեք, այդ ամենայն ցանկությամբ չես էլ կարող անել։ Ֆակուլտետային խորհուրդը ամբիոնների առաջարկությամբ գիտխորհրդի անդամ են դրում ֆակուլտետից։ Այնպես մեր կանոնության մեջ գրած է յուրաքանչյուր ամբիոնից առնվազն մեկ ներկայացուցիչ պիտի լինի։ Ամբիոնն ընտրում է առաջարկում։ Ամբիոնի վարիչներ դեկանները քանի տարով են ընտրվում եւ տեխնացուներ մրցակցություն կար, այսինքն ամբողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմը ուսանողությունը գոհ է այդ ընտրություններից, ովքեր այսօր արդեն ամբիոնի վարիչներ են, ամբիոների եւ դեկաններ են, նախկինների, ներկաների, հների, նոր սերնդի պայքար կար թե չկար։ Չեն մեղադրում 1000 տարվա բանի նախկին ամբիոնի վարիչի նորից ընտրեցին ամբիոնի վարիչ, այսինքն նոր սերնդի արկայությունը սերնդափոխության այդ խնդիրը կար։ Գիտեք, ունեցել ենք եւ տարիքով տեխնացուներ եւ երիտասարդ տեխնացուներ, ընտրվել են եւ տարիքով տեխնացուներ, ընտրվել են եւ երիտասարդ տեխնացուներ։ Ունեցել ենք ամբիոն, որտեղ 3 տեխնացու եղել, ունեցել ենք ամբիոն Այն ամբիոնը, որտեղ նաև որի դոցենտ եմ, ցավոք սրտի մեր ամբիոնի վարիչության համար ոչ ոք չդիմեց։ Ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի մասով գոհեն պրոֆեսորատ հասախոսական անձնակազմն ու ուսանողները գո լինելը կերևա 1-2 տարի հետո էր ամբիոնի վարիչները կաշխատեն, իրական աշխատանքը կտեսնենք։ Հիմի պատկերացնում եք նույն տեղի համար 3 հոգի հավակնում են։ 3-ից յուրաքանչյուրն ունի մարդիկ, որոնք ամեն մի ամբիոնի վարիչի ամբիոնի վարիչի համար չէ, մեկ ամբիոն ենք ունեցել, 2 հոգի եղել են ամբիոններ մեկական։ Հիմի ենթադրենք այդ գոհի համար եմ ասում, նույն պաշտոնին հավակնում են 3 անձնավորություն։ 3-ից յուրաքանչյուրն ունի մարդիկ, որոնք համակրում են որևէ մեկին։ Հիմի նրանցից մեկը պետք է ընտրվի։ Մի մասը կլինի գո, մի մասը բնականաբար կարող է լինել դժգո, մի մասը կարող է սուբյեկտիվորեն կմտածի, որ վայ, գիտեք ինչ-որ, բայց ես նույնիսկ լրագրողներից մեկը զանգել էր այդ աժոտաժի ժամանակ, ես ասի սրտանց հրավիրում եմ մեր նիստերը բացը, բոլոր նիստերը տեսած այնագրվել են, շատ կուզենայի լրագրողները ներկա լինեին եւ բոլորի աչքի առաջ տեսնեին ինչպես է կատարվում այդ ընտրությունը։ Լրագրողներին խանգարեցին ընտրությունները։ Միգուցե ցավում եմ, բայց մեր ընտրությունները 2 ամիս ու կես, 3 ամիս առաջ էր նախատեսած, կա հայտարարություններ է տրվել այդ ժամկետները, հա, նույնիսկ մեղադրում էին, որ մենք մտածված ենք արել, որ այդ օրերին դեկաներ եկել, ես սրտանց կուզեի։ Հրավիրել եմ։ Միակ կոչս այն էր, որ բարի գրեք, ինչ ուզում եք, ազատ է խոսքը, բայց շատ ցանկալի կլինի, հիմել եմ կոչանում բոլոր լրագրողներին։ Ցանկացած հարցի դեպքում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը բացել լրատվամիջոցների հետ աշխատելու խնդիր չունենք։ Եթե ինչ-որ բանի մասին գրում եք, որ իսկապես մենք, չգիտեմ, երկնային կամ երկրային մեղքեր ենք գործել, կարելի է երկրորդ կողմին լսել։ Եվ շատ կարևոր է իսկապես երկրորդ կողմին լսել, անհրաժեշտություն կա, միգուցե տեղում է պետք ծանոթանալ։ Լսեք 2 կողմին էլ գրեք, եթե հիմի գրվում է մի բան, ասում են, տեսեք, գրել էին, որ այդ գիտխորհուրդը հատուկ կազմավորվել է ամբիոնի վարիչների ընտրությունների համար եւ հատուկ մարդիկ այնպիսի պրոֆեսորների են դուրս թողել, որոնք անդիմադիրներ են։ Դա անկեղծորեն եմ ասում, այդ արդեն ծիծաղել է դառնում էլի։ Դրանից հետո մեղադրանքը կոռուպցիայի մասով է։ Կոռուպցիոն երևույթներ, չէ, ընտրովի, չգիտեմ ինչ եւ այլն։ Ինչ իմաստով կոռուպցիոն։ Եվ ամբիոնի վարիչների եւ դեկանների ընտրության ծանոթ, անծանոթ։ Իսկ այդտեղ ցավում եմ, դրսից ոչ մի տեխնազու չունենք, հայտարարությունը տվել ենք, ոչ մի տեխնազու չկար դրսից, իսկ ներսում եղածները կան անծանոթներ, ներսում բոլորը ծանոթ են, բոլորը բոլորին գիտեն։ Եվ եղել է ազատ կամ արտահայտում գիտխորհրդի բոլոր անդամների հնարավորություն են ունեցել ազատ իրենց կամ արտահայտելու։ Ես ասեմ, որ դուք կայք ընտրության ընթացքը տեսնեիք այդտեղ քվեարկության
գործընթացի ցայները հաշվելու, բյուլետենները հատիկ անելուց այդ բոլորը կատարում է բոլոր ընդ որում ասեմ ոչ միայն գիտխորհրդի անդամներն են ներկա եղել, մեր յուրաքանչյուր գիտխորհրդի նեստում նիստի ժամանակ գերնետրությունների 50-60 հոգի մարդ եղել դահլիճում նստած, այսինքն գիտխորհրդի անդամներից բացի նույնքան նաև մենք ունեցել ենք մեր աշխատակիցներ դրսից մարդիկ եւ այլն։ Ավարտենք պետպատվերի եւ վճարովի տեղերի ինչպիսի համամասնություն է այս նոր ուսումնական տարում փոփոխություն կրում է թե չէ։ Նոր ուսումնական տարում դուք արդեն լսեցիք պետպատվերով տեղեր, մեր պետպատվերով տեղերի թիվը չի պակասել։ Մենք ունեցել ենք 79, այս պահին էլ ունենք 79 եւ պիտի ասեմ, որ Հայաստանի բուհերի, բոլոր բուհերի ցանկում երևի 5-րդ, 6-րդն ենք մենք պետպատվերի տեղերով, դա բավականին լավ տեղեր է, իսկ պարզ լեզվով ասեմ, վճարովի տեղերի թիվը դուք երևի լսեցիք, բոլորդ գիտեք, մոտ 4000-ով պակասել է այս տարի, բոլոր բուհերի միասին հանրապետության, մենք այս տարի ունենք, ես ճիշտ թիվն ասեմ, ունենք 79 անվճար եւ 182 վճարովի տեղեր, այսինքն 261 տեղ ունենք ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մեր մոտ ընդունելությունը 210-220-ի կարգի եղել, մենք դինամիկա ջենք ունեցել, տեղերում մնում են թափուր։ Իհարկե մենք ունեցել ենք անվճար տեղեր ենք ունեցել, վճարովի տեղեր, ցավոք սրտի անվճար տեղեր 1-2-3 ունենում ենք, մնում են թափուր, բայց թափուր էին մնում նաև վճարովի տեղեր։ Եվ այդ բաշխումը եղել է հստակ, նորից եմ ասում, վերջի 3-5 տարիների այդ ամբողջ գործընթացների վերլուծության արդյունքում։ Շնորհակալ եմ։ Ամփոփելով նշենք, որ բուհը հավատարմագրվել է 4 տարով, հավատարմագրումը եւ Շիրակի պետական համալսարանը տոնում է իր 90-ամյակը։ Իսկ Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված այս հարցազրույցից հետո կդիտենք տեսանյութ։ Այսքանը։ Շիրակի պետական համալսարանը դարձավ 90 տարեկան։ Չնայած իր պատկառելի տարիքին, մեր մայր բուհը շարունակում է աշխարհին նայել 9-ամյա երեխայի կայտառությամբ ու կենսախնդությամբ։ Անցած 90 տարիների ընթացքում տասնյակ հազարավորների համար դարձավ ալմա մատեր, սնուցող մայր, ինչպես իրենց համալսարաններն էին լատիներենով անվանում միջնադարյան ուսանողները։ Լինելով մարզի բարձրագույն մայր կրթօջախը, բուհը հաջողությամբ է իրականացնում բարձր որակավորում ունեցող մասնագետ, պատասխանատու քաղաքացի եւ հայրենասեր պատրաստելու իր առաքելությունը։ Համալսարանում գիտելիքների հետ ուսանողներին փոխանցվում են ազգային, բարոյական եւ համամարտկային արժեքներ։ Շիրակի պետական համալսարանը, կարևորելով իր դերը մարզի զարգացման գործում, մշտապես գնահատել եւ գնահատում է իր հնարավորություններն ու ներուժը, կազմակերպելով նպատակամետ ուսումնառություն։ Համալսարանի ավելի քան 30,000 շրջանավարտներից 27,000-ը ներգրավվել են մանկավարժության վեհ գործին, աշխատելով հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային եւ գիտահետազոտական տարբեր հաստատություններում։ Ի սկզբանե հիմնելով Լեննականի մանկավարժական ինստիտուտը, պետությունը, կառավարությունը լուծել է շատ կարևոր ռազմավարական խնդիր։ Եվ երկար տարիների ընթացքում Լեննականի մանկավարժական ինստիտուտ, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ եւ այսօր էլ Շիրակի պետական համալսարան իր հիմնական առաքելությունը համարում է իսկապես հյուսիսային տարածաշրջանում Շիրակի մարզ, ինչու՞ չէ նաեւ Ջավախք ապահովելու որակյալ կրթություն։ Ես համարում եմ, որ Շիրակի մարզում զուտ ուսումնական տեսանկյունից եւ նաեւ ինչու՞ չէ գիտական հետազոտությունների տեսանկյունից մենք լուրջ դեր ենք խաղացել մարզում եւ հանրապետությունում։ Այսօր մենք ունենք երկրաֆիզիկա եւ սեյսմոլոգիայի ինստիտուտ, ունենք կոնստրուկտորական բյուրոկից, եւ եթե նայում ենք այնտեղ էլ աշխատողների ճնշող մեծամասնությունը Շիրակի պետական համալսարանի կամ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտներ են, այսինքն ոչ միայն կրթական ոլորտում, այլև
հետազոտությունների գիտության զարգացման ոլորտում էլ Շիրակի պետական համալսարանը լուրջ ներդրում ունի նաև հասարակական կյանքի ոլորտներում մեր շրջանավարներից եղել են եւ քաղաքապետեր եւ ազգային ժողովի պատգամավորներ, այսօր էլ ունենք ուսանող ազգային ժողովի պատգամավոր եւ ազգային ժողովի նախագահի տեղակալներ եւ այլն Կենտկոմի անդամներ, այդ բոլոր դեպքերում սա խոսում է, որ բուհը կատարել է իր առաքելությունը։ Բուհի կենսագրությունը սկսվում է 1934 թվականին, երբ աշնանը ՀՍՍՀ լուժող կոմատի որոշմամբ Հյուսիսային Հայաստանի Շիրակ աշխարհում հիմնվում է Լենինականի մանկավարժական ինստիտուտն իր 3 հայոց լեզու եւ գրականություն, ֆիզիկա-մաթեմատիկական եւ պատմական բաժիններով, որոնք հետագայում վերածվում են ֆակուլտետների։ Առաջին ուսումնական տարում մանկավարժական ինստիտուտն ուներ շուրջ 100 ուսանող, որոնց մեջ էր նաև Պատանի Հովանես Շիրազը։ Իր գոյության առաջին 5 տարիներին ինստիտուտն ունենում է շուրջ 400 շրջանավարտ։ Խորհրդանշական է, որ նորաբաց բուհը սկսում է գործել նախկին առևտրային ուսումնարանի շքեղ շինությունում, որտեղ 1919 թվականին իր տարեգրությունն է սկսել ու հետո մայրաքաղաք տեղափոխվել Երևանի պետական համալսարանը։ Սկսվում է համաշխարհային երկրորդ պատերազմը, գիտակցելով իրենց պարտքն ու պատասխանատվությունը հայրենիքի առջև, բազմաթիվ դասախոսներ եւ ուսանողներ մեկնում են ռազմաճակատ։ Նրանցից շատերը հերոսական պայքարում զոհվում են, մյուսները վերադառնում մարտական շքանշաններով ու մեդալներով։ Իսկ ուսանող Աշոտ Ամատունին արժանանում է Խորհրդային Միության հերոսի կոչման։ 1949 թվականին Լենինականի մանկավարժական ինստիտուտին շնորհվում է հայ լուսավորիչ դեմոկրատ Միքայել Նալբանդյանի անունը, ինչը բուհը պատվով կրում է ցայսօր։ Սովետական միության գերագույն սովետի նախագահության հրամանագրով Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը պարգևատրվել է պատվո նշան շքանշանով։ 1988 թվականի աղետալի երկրաշարժը սասանում է Հայաստանի ամբողջ հյուսիսային հատվածը։ Պատերազմյան ու հետպատերազմյան տարիների բովով անցած մանկավարժական ինստիտուտը կարողանում է այս փուլում եւս արագորեն շտկել իր մեջքը, համախմբվել եւ լծվել ստեղծագործ ու կառուցողական աշխատանքին։ Որպես ազգի անբաժան մասնիկ, նալբանդյանականներն էլ համախմբվելով ու միաբանվելով կարողանում են շարունակել իրենց առաքելությունը, լծվելով կրթության եւ դաստիարակության ազգանվեր ու լուսավոր գործին։ Դրան նպաստում է 1994 թվականին Գյումրու Անի թաղամասում գտնվող բավականին հարմարավետ ու նորակառույց այն մասնաշենքի հատկացումը մանկավարժական ինստիտուտին, որտեղ այսօր էլ իր գործունեությունն է ծավալում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի իրավահաջորդ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանը։ Այդ ժամանակահատվածը ըստ էության բուհի 60-ամյա կենսագրության նոր հանգրվանն է։ Շենքային հարմարավետ պայմանները, բուհի ղեկավարության հետևողական նպատակամետ աշխատանքը նոր շունչ են հաղորդում մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական եւ մարզամշակութային գործունեությանը, բացվում են արդիական մասնագիտություններ, հիմնվում մասնագիտական նոր ամբիոններ, հենակետային վարժարան, կահավորվում լսարաններ, լաբորատորիաներ, մարզադահլիճներ։ Շիրակի պետական համալսարանում մարզական կյանքն իր զարգացումներով թողել է հարուստ հետագիծ, լի նվաճումներով ու ձեռքբերումներով։ Տարիների ընթացքում Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտներից շատերը մասնակցելով օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի միջազգային առաջնություններին, բազմաթիվ հաջողություններ են գրանցել տարբեր հարթակներում։ Յուրի Վարդանյան, Վարդան եւ Իսրայել Միլիտոսյաններ, Լևոն Ջուլֆալակյան, Մնացական Իսկանդարյան, Նազիկ Ավդալյան, Արթուր Ալեքսանյան եւ ուրիշներ։ Ես կրթական ու գիտականից զատ կուզենայի առանձնացնել նաև բուհի գերկարևոր սոցիալական դերը մարզում։ Լենինականը 1934 թվականից եթե փորձենք հասկանալ մինչև երկրաշարժը բնակչության տեսակետից լուրջ աճ է գրանցել։ Եվ այդ աճի գրանցման մեջ ինձ թվում է նաև լուրջ դեր է խաղացել մանկավարժական ինստիտուտը։ Ավելին,
կուզենայի նշել նաև տարիքային բաշխումը բնակչության։ Այդ բոլորը նպաստել են քաղաքի երիտասարդացմանը եւ քաղաքի ինտելեկտուալ պոտենցիալի աճին։ Եվ կրթական, եւ գիտական ոլորտներում, եւ սոցիալական տեսանկյունից ես գտնում եմ, որ Շիրակի պետական համալսարանը իր առաքելությունը պատվով է կատարել։ Հայաստանը 2005 թվականին ստորագրում է Բոլոնիայի հռչակագիրը եւ ներգրավում եվրոպական բարձրագույն կրթության տարածք ձևավորելու գործընթացում։ Վերջինիս համատեքստում Գյումրու մանկավարժական ինստիտուտում հիմնվում են կառուցվածքային նոր ստորաբաժանումներ, որակի ապահովման, արտաքին համագործակցության եւ բարեփոխումների կենտրոնները, ուսանողների աջակցության, բուհ գործատու համագործակցության բաժինը, սոցիալական աշխատանքի կրթական կենտրոնը, ուսանողական հեռուստաստուդիան։ Կարևորելով հետբուհական կրթությունը 2006 թվականին Գյումրու մանկավարժական ինստիտուտում բացվում է ասպիրանտուրայի բաժինը։ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1031 որոշմամբ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՕԱԿ-ը վերակազմավորվում է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում գիտակցելով հայրենիքի հանդեպ իրենց պարտքն ու պատասխանատվությունը, խիզախությամբ ու նվիրվածությամբ են առանձնանում նաև Շիրակի պետական համալսարանի ուսանողները, աշխատակիցներն ու շրջանավարտները։ 2023-ից 27 թվականների ռազմավարական զարգացման ծրագրին համապատասխան բուհում իրականացվել են կառուցվածքային բարեփոխումներ, նախապայմաններ ստեղծելով բուհի հետագա զարգացման համար։ Շիրակի պետական համալսարանի մասնագիտական 11 ամբիոնների աշխատանքներում ներգրավված են 1 Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, շուրջ 20 գիտությունների դոկտորներ եւ պրոֆեսորներ, 120 գիտությունների թեկնածուներ, դոցենտներ։ Շիրակի պետական համալսարանն այսօր ընդլայնում ու բազմազանեցնում է արտաքին համագործակցության իր շրջանակները։ Գործընկերային հարաբերություններ հաստատելով ինչպես Հայաստանի, ԱՊՀ երկրների ու Եվրոպայի բուհերի, այնպես էլ արտասահմանյան երկրների դեսպանատների ու ներկայացուցչությունների եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրեր կնքելով ու վերակնքելով նրանց հետ եւ հաստատելով վստահելի գործընկեր լինելու իր հեղինակությունը։ 90-ամյակի տարին շատ հագեցած ու ծանր տարի էր աշխատանքի տեսանկյունից։ Շիրակի պետական համալսարանը նաև հավատարմագրում անցավ։ Մենք լուրջ դինամիկա ենք ունեցել։ Մեծ ձեռքբերում նվաճում կարող եմ համարել նաև այն, որ բուհում ունենք բավականին համախմբված կոլեկտիվ, որը լծված է նույն գաղափարի իրականացմանը, եւ այսօր մեր առջև դրված է մի շատ կարևոր նպատակ, դա կրթության որակի բարձրացումն է։ Կարևոր մեկ արդյունք եւս ունենք շատ ակտիվ ուսանողություն։ Իսկապես բուհը դարձել է ուսանողակենտրոն եւ պիտի ասեմ, որ շատ լավ երիտասարդություն ունենք, ես կասեի փայլուն երիտասարդություն ունենք եւ իշքան շատ լսենք իրենց եւ փորձենք մեր փորձն ու հնարավորություններն էլ գումարել իրենց բարձրացրած խնդիրներին եւ լուծում գտնել, հաստատ լավ արդյունք ենք ունենալու։ Ես վստահ եմ, որ ունենալու ենք լավ բուհ, ավելի շուկայի կարիքներին, պահանջներին համապատասխան նոր մասնագիտություններով։ Առաջնորդվելով ռազմավարական զարգացման իր նոր ծրագրի դրույթներով, Շիրակի պետական համալսարանը որակական մի նոր աստիճանի է բարձրացնում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման գործընթացը։ Ըստ այդմ արկա ներուժի հիման վրա հիմնադրամում առաջին անգամ սահմանվել են գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնց զարգացման համար ներդրվել է երաստիճան համակարգ։ Այն է ներբուհական դրամաշնորհներ գիտահետազոտական գործունեության բոլոր ուղղությունների զարգացման համար, ներբուհական դրամաշնորհներ գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների զարգացման եւ միջազգայնացման համար, եւ ներբուհական լաբորատորիաներ գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ստացված արդյունքների առևտրայնացման համար։ Այս ամենից զատ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ
Բուհում գործում է նանո և միկրոտեխնիկայի նյութերի և կառուցվածքների մեխանիկային պրոբլեմային լաբորատորիաներ։ Նույն կոմիտեի շնորհիվ տարիներ շարունակ Բուհում իրականացվել և իրականացվում են նաև թեմատիկ գիտահետազոտական դրամաշնորհային ծրագրեր, որոնց ֆինանսավորման ծավալը վերջին տարիներին շեշտակիորեն աճել է։ Ուսումնական գիտահետազոտական աշխատանքների իրականացման և հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության ապահովման նպատակով միջազգային դրամաշնորհային բազմաթիվ ծրագրերին մասնակցելու շնորհիվ համալսարանը համալրվում է համակարգչային նորագույն տեխնիկայով ու սարքավորումներով, համաժամանակյա թարգմանության, հեռուստակոնֆերանսների և գրքերի թվայինացման համակարգերով, հիմնվում են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ ու լսարաններ, արդիականացվում է գրադարանի մարզադահլիճների, Բուհի հյուրատան կահավորումը, նիստերի դահլիճը։ Մասնավորապես համագործակցության պայմանագրեր են կնքվել ավելի քան 30 եվրոպական, շուրջ 60 ԱՊՀ և Հայաստանի Հանրապետության գործընկեր համալսարանների և այլ կազմակերպությունների հետ։ Այս ամենի շնորհիվ Շիրակի պետական համալսարանն այսօր շարունակում է պատվով կատարել Շիրակի մարզի ուսումնագիտական և մարզամշակութային յուրատիպ կենտրոնի իր պատասխանատու դերն ու նպատակամետ առաքելությունը։ Շիրակի պետական համալսարանը երբ 98 տարեկան է եւ հանրապետության ամենատարեց բուհը 105 տարեկան, այդ շատ բանի մասին է խոսում։ Այդ խոսում է, որ Շիրակի պետական համալսարանը մեր մայրաքաղաքային բուհերին հավասար երկրի արժեվ դրած ռազմավարական կարևոր խնդիրների լուծմանն է լուծված եղել եւ նրանց հետ հավասար գործընկերոջ իրավունքով միշտ կարողացել է ապահովել հանրապետության համապատասխան ոլորտների զարգացումն ու առաջընթացը։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի և կառավարության հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հյուրեր, ներկաներ, բարի ողջույն։ Բարի ողջույն, սիրելի համալսարանականներ ու Շիրակի Մայրբուհի բարեկամներ։ Բարի գալուստ Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր միջոցառում։ Այսօրվա մեր այս միջոցառումը եւ մեր ներկայությունը եւ հնչած խոսքերը առաջին հերթին գնահատանքի խոսք են Գյումրիի պետական համալսարանի ողջ կոլեկտիվին, նրա հիմնադրման օրից բոլոր ուսանողներին, բոլոր դասախոսներին, ղեկավար կազմին, բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ներդրում են ունեցել Գյումրիի պետական համալսարանի հիմնադրման եւ հետագա գործունեության մեջ։ Եվ դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ գործունեությունը շատ բարձր ենք գնահատում եւ այսօր եկել ենք կիսելու մեր ուրախությունը այս տոնի առիթով։ Գիտենք, որ Գյումրի պետական համալսարանը անցել է փառապանծ ճանապարհ, գիտենք, որ խոնարհվում ենք եւ գնահատում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծել եւ զարգացրել են Գյումրիի պետական համալսարանը եւ գիտենք, որ այնտեղ ձևավորվել է բավարար մտավոր պոտենցիալ մեր երկրի երկարաժամկետ ապագային ծառայեցնելու համար։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս Գյումրիի պետական համալսարանի 90-րդ տարեդարձի առիթով։ Շնորհակալ եմ։ Համալսարանը անցել է հսկայական ճանապարհ եւ այդ ճանապարհը գնացել է համընթաց մեր երկրի պատմությանը եւ մեր մարտահրավերներին։ Եվ այդ նույն մարտահրավերներն են, որ այսօր մեր առաջ կանգնեցնում են բարձրագույն կրթության վաղվա օրվա մասին մտածելու անհրաժեշտությունը։ Շիրակի պետական համալսարանում սովորող ուսանողների մեծ մասը մեր ապագա ուսուցիչներն են։ Իսկ դա շատ կարևոր է եւ շատ մեծ պատասխանատվություն է, ու ես վստահ եմ, որ այսօրվա ձեր կրթության որակը ու ձեր մոտեցումը ձեր իսկ կրթությանը ցույց է տալու, որ վաղը մեր հանրակրթության որակը ել ավելի բարելավելու է, որովհետեւ իրենց վրա սովորող ամեն օր ջանք դնող ուսուցիչներն են, որ փոխելու են մեր դպրոցը, ու վստահ եմ, որ դուք հենց այդպիսի ուսուցիչներ եք լինելու համալրելով մեր դպրոցները։ Շիրակի պետական համալսարանը դարձել է Գյումրու խորհրդանիշերից մեկը։ Գյումրին մի շարք խորհրդանիշեր ունի։ Ճարտարապետությունը, մարդիկ, մշակույթի գործիչներ, գիտնականներ,
մարզիկներ եւ շատ ուրիշներ։ Դժվար է պատկերացնել Գյումրի քաղաքը եւ Շիրակի մարզը առանց Շիրակի պետական համալսարանի։ Շատ ուրախ եմ այսօր ստեղ գտնվելու համար, որպես ձեր նախկին ուսանող։ Շնորհակալ եմ այն ամեն ինչի համար, ինչ տվել եք ինձ, վստահ կարող եմ ասել, որ դա ամեն ինչը ծառայելու է մեր մարզին, քաղաքին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ լավ բան սովորել եմ նաև այս բուհի շնորհիվ է։ Ես էլ այս բուհի ուսանողուհի եմ եղել եւ ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ։ Ես այսօր այս ամբիոնից կփոխանցեմ ձեզ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը եւ հուշամեդալ կփոխանցեմ բուհին հենց պարոն Սիմոնյանի եւ ազգային ժողովի անունից։ Ճիշտ է, Շիրակի պետական համալսարանն այսօր դառնում է 90 տարեկան, բայց հավերժ երիտասարդն իր ծանրակշիռ ներդրումն է դեռ ունենալու մեր հայրենիքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի զարգացման ու հզորացման գործում։ Շնորհավոր տարեդարձդ, սիրելի համալսարան, շնորհավոր տոնդ, սիրելի համալսարանական։